քանի որ շաբաթը բավականին ակտիվ է եղել եւ խորհրդանում եւ խորհրդանից դուրս եւ 20 րոպեն չի բավարարի այդ բոլոր թեմաներին առանձին անդրադառնամ։ Մեկ թեմա կա, որի հետ կապված ամեն դեպքում կարճ կխոսեմ ու կպարզաբանեմ։ Հաշվի առնելով նաեւ որ դրա հետ կապված մեր բազմաթիվ գործընկերներ են դրա հետ կապված դիմում։ Խոսքը վերաբերում է իշխանության կողմից սպառազինության այդ մոդելների կամ նմուշների այցերին գնալու այդ հանգամանքից տարբեր պաշտոնյաներ, այդ թվում պաշտպանության նախարարը դրա մասին եւ հրապարակային եւ նաեւ ոչ հրապարակային դիմել է եւ ասել է որ հնարավորություն կա ծանոթանալու այն նմուշներին, որի մասին խոսվում է, բայց այստեղ արտառոց է այդ հանգամանքը, չէ՞, արտառոցային հանգամանքն է, որ 3-4 շաբաթ առաջ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը կապվում է, այդ թվում նաեւ մեր ֆրակցիայի հետ, այդ թվում իմ հետ, այս դեպքում իմ հետ, եւ հարցնում թե արդյոք ես պատրաստ եմ ծանոթանալ ներկայացվող սպառազինության նմուշներին։ Իհարկե ես ներկայացնում եմ իմ մոտեցումները, այդ թվում նաեւ հիշեցնում, որ 6 ամիս շարունակ պաշտպանության նախարարությունը կամ այս դեպքում իշխանությունը արգելում է նաեւ իմ մուտքը առաջնագից եւ ասում եմ այն մոտեցումները, որի պայմաններում մենք դրան կգնանք։ Դրա շուրջ տեղի ունենում ըստ էության փոխադարձ ըմբռնում եւ որոշում ենք, որ սրա հետ կապված կոնկրետ օր, ժամկետ կդրվի եւ կայացել եմ։ Ես խոսում եմ իմ մասին, խոսում եմ մեր ֆրակցիայի մասին։ Բայց ի հեճուկս այդ փոխըմբռնման իշխանության տարբեր ներկայացուցիչներ հրապարակային, այդ թվում խորհրդանի ամբիոնից հայտարարում են, որ մենք խուսափում ենք ընդդիմությունը հավաքական առումով խուսափում է գնալու ծանոթանալու այդ նմուշներին, որովհետև դրանից հետո իրենք ասելիք չեն ունենա եւ այլն եւ այլն։ Քանի որ դրա մասին նաեւ իմ անունն է հնչել խորհրդանի ամբիոնից, որ Աբրահամյան Տերյանը ամեն օր խոսում է բանակից եւ այլն, բայց ինքը հաստատ չի գնա, որովհետեւ իրանց պետք չի եւ այլն, ես նաեւ հարկ համարեցի դրա մասին այստեղ խոսելու։ Լավ կլինի, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ կամ իրենց պաշտպանության նախարարի հետ խոսեն եւ ապա տեղեկատվություն ազգային ժողովի ամբիոնից չտարածեն։ Երկրորդը այն ինչ որ Աբրահամյան Տերյանը խոսում է զինված ուժերի մասին, դրա հետ կապված դրված են փաստեր, դրա հետ կապված ներկայացվում են մոտեցումներ, որոնք ըստ էության իշխանության կողմից որպես կանոն չեն էլ հերքվում։ Եթե սրա հետ կապված նաեւ եւ զինված ուժերի հետ կապված նաեւ այլ մանրամասներ հետաքրքրի, նաեւ սիրով պատրաստ եմ արձագանքելու, բայց բոլոր այն հայտարարությունները, որոնք հնչել են, թե ընդդիմությունը խուսափում է գնալու ծանոթանալու այդ սպառազինության նմուշներին եւ այլն, ես հստակ ասում եմ, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը եւ շատ ավելի վատ է, որ պաշտպանության նախարարությունը իր ներկայացուցիչի միջոցով այս թեմայով ճշտումներ է կատարում եւ դրանից հետո իշխանությունը շարունակում է ստել։ Շնորհակալություն։